Ողջույն սիրելի ունկնդիրներ, Բելգահայի եթերում առաջնագծում հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Արմինե Հարեյանը։ Ինչպես գիտեք, հաղորդման նպատակն է ներկայացնել մեր համայնքում տեղի ունեցող միջոցառումները եւ այն մարդկանց, ովքեր նպաստում են համայնքի միջոցառումների եւ մշակութային կյանքի կայացմանը։ Բոլորդ արդեն տեղյակ եք, որ SOAR բարեգործական ընկերության բրյուսելյան գրասենյակը հաճախ կազմակերպում է միջոցառումներ բարեգործական նպատակով եւ որոնցից եկած գոյացած գումարը հատկացվում են հատուկ ծրագրերի։ Այսօր իմ հյուրն է բրյուսելյան գրասենյակի տնօրեն Լիլիթ Ղուկասյանը, որը մեզ կներկայացնի հունիսի 7-ին տեղի ունեցող համերգի մասին եւ նաև մեզ հետ է այդ համերգի արտիստներից եւ այդ հիմա չեմ ասում փակագծերը, որովհետեւ ուզում եմ դա ձեզ համար սյուրպրիզ լինի։ Բարև Լիլիթ, կարող ես ներկայացնել 1-2 բառով ինչ համերգ է եւ ում հետ ենք մենք այսօր զրուցելու։ Բարև ձեզ, կրկին անգամ SOAR բարեգործական կազմակերպությունը համայնքի համար կազմակերպում է մի հետաքրքիր միջոցառում համերգ, շատ երկար սպասված, ամեն դեպքում համայնքի մեծամասնության կողմից։ Համերգից գոյացած եկամուտը, ինչպես միշտ, փոխանցվելու է Ծնողազուրկ հայ երեխաների կազմակերպությանը, եւ քանի որ մենք ի սկզբանե ընտրել ենք կրթական ծրագրերը ֆինանսավորելու, ուրեմն այդ ճյուղը, այս անգամ եւս գոյացած գումարը կծառայի կրթական ծրագրերին։ Շատ չերկարացնենք սպասումները, հաջորդ համերգը իհարկե արդեն երևի թե գիտեք, ռադիոյով, քանի որ բազմիցս հայտարարվել է եւ հայտարարվում է, եւ պաստառներն են կպցված ամենուր Բրյուսելում, ուրեմն Նեմրա խումբն է մեր համերգի գլխավոր աստղը, եւ այսօր մենք մեծ աճիկով հյուրընկալել ենք Վանին, ով հանդիսանում է, եթե չեմ սխալվում, այսինքն նա սոլիստն է, բայց երևի թե նաև երգերի հեղինակն է, Վանը ավելի ճիշտ երևի կներկայացնի իր ընդհանուր դերը։ Ես մի փոքր ասեմ համերգից, ուրեմն համերգը տեղի է ունենալու հունիսի 7-ին, Maison des Arts, Rue de Montoyer, Mille Bruxelles, շատ հարմար հասցե, ուրեմն պարկինգի համար ոչ մի խնդիր, նամանավանդ կիրակի օրերին, այսինքն թաղամասը ամբողջովին գրեթե դատարկ է, որովհետև եվրոպական թաղն է եւ այնտեղ կիրակի օրերը գրեթե ոչինչ չի կատարվում, այնպես որ ոչ մի խնդիր չի լինելու կայանելու։ Տոմսերը on-line վաճառվում են, ամենուրեք սոցցանցերում կարող եք գտնել ուրեմն հղումները, ինչպես գնել։ Կարող եք նաև կապնվել ինձ հետ, եթե որևիցե խնդիր կա, հեռախոսահամարը միգուցե հիմա կարող եմ ասել 0483 65 75 07, եթե որևիցե խնդիր կա, քանի որ այն տոմսերը, որոնք գնվում են մինչ 23 տարեկան, ուրեմն անձանց համար, պետք է պատվիրեն ինձ մոտից, հնարավորություն չկա on-line գնելու այդ էժան տարբերակով։ Այնպես որ կսպասենք բոլորիդ։ Այո, ուսանողներ, երիտասարդներ կապնվեք Լիլիթի հետ։ Եվ այսպես Վան, դուք հանդիսանում եք Նեմրա ռոք երաժշտական խմբի նաև համահիմնադիրը, պատմեք մի քիչ խմբի մասին, պատմեք մի քիչ հենց սկզբի մասին, ինչպես հիմնվեց խումբը եւ ուր ենք հասել։ Ողջույններ, ժողովուրդ ջան, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար ու շատ ուրախ եմ, որ Բրյուսել ենք գալու։ Խումբը ստեղծվել է 2012 թվականին, արդեն 14 տարի է ստեղծագործում ենք, համերներ ենք տալիս։ Ունենք թողարկված 3 անգլալեզու ալբոմ եւ բազմաթիվ հայերեն սինգլներ, առանձին երգեր, տեսահոլովակներ։ Եվ այս տարի որոշեցինք եվրոպական տուր անենք Եվրոպայի մի քանի քաղաքներով ու շատ ողջավորված ենք եւ ուրախ ենք, որ Բրյուսել կգանք, համերգ ունենանք։ Շատ մեծ սպասումներ ունենք, բոլորին մեր հայրենակիցներին սպասում ենք անհամբեր ու վստահ եմ հիանալի ժամանակ պետք է անցկացնենք։ Վան բրյուսելյան հանդիսատեսը վստահաբար կարող եմ ասել եւս անհամբեր սպասում է այս համերգին, առաջին անգամ եք ելույթ ունենալու Բելգիայում։ Այո, առաջին անգամ ենք ելույթ ունենալու ու առաջին անգամ ենք գալու, այսինքն ես հաստատ խմբի անդամները վստահ չեմ, ես առաջին անգամ եմ Բելգիա գալու ու
շատ հետաքրքիր է այդ ինչ Ինչ եք սպասում, զգացում։ ինչ եք սպասում համերգից, այսինքն ինչ հանդիսատեսից ինչ ակնկալիքներ ունեք։ Ընդհանրապես մեր կարիերայի ընթացքում միշտ տարբեր տեղեր նվագելիս տարբեր էմոցիաներ ենք միշտ զգացել ու վստահ եմ, որ Բրյուսելն էլ է առանձնանալու, դեռ չեմ կարող ասել ինչ ավելի անակնկալ է ինձ համար, տեսնենք ինչպես կստացվի, բայց կասկածներ ունեմ, որ շատ լավ պետք է անցնի։ Հուսամ, որ մենք կարդացնենք ձեր ակնկալիքները։ Վան Նեմրա երաժշտական խումբը համագործակցել է համաշխարհային այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Բրայան Մեյ, Զենֆիրա, վերջերս նաև ելույթ ունեցաք Կալեո համաշխարհային խմբի հետ։ Կպատմեք արդյոք ինչ են տալիս դες այդ համագործակցությունները, ինչպիսի experience եք ապրում։ Մեզ համար դա բավականին մեծ գնահատական է իրականում, որովհետև երբ տարված ես ստեղծագործական աշխատանքով, համերգներով, ինչքան որ հանդիսատեսի կողմից այդ սերը կա, բայց երբեմն ուզում ես պրոֆեսիոնալ դաշտից նաև լսել գնահատականներ, դրա կարիքը զգում ես, չնայած որ եթե ամբողջ աշխարհն էլ ասեր, որ լավ չի, բայց եթե մենք համարենք, որ մեզ դուր է գալիս, դա մեզ հերիք կլներ, բայց անչափ հաճելի է նման մեծությունների կողմից այդպիսի գնահատականի արժանանալը եւս մեկ անգամ ամրապնդում է այն ամեն ինչը, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ցանկացած արտիստի հետ համագործակցությունը մի ուրիշ փորձառություն է մեզ բերում եւ հաճելին այն է, որ թվարկված բոլոր արտիստների հետ շփումը մեծ բավականություն է մեզ պատճառել մարդկային առումով ու կարծես այն համոզմունքին են գալիս, որ հիմնականում, չեմ ասի բոլորը, բայց հաջողության հասած արտիստների մեծ մասը շատ դրական մարդկային հատկանիշներով են օժտված։ Օրինակ շատ հետաքրքիր է այդ համաշխարհային աստղերը, ովքեր արդեն հասել են մեծ հաջողությունների, ըստ քեզ ինչն է իրենց հաջողության գաղտնիքը։ Արդյոք նկատում եք աշխատանքային եւ իրենց ստեղծագործությանը մոտեցման մի այլ ձև, որը չեք նկատում ուրիշների մոտ։ Այդ առումով մի քիչ դժվար է ասել ընդհանուր ոլորտի հետ կապված, ավելի քանի որ մեր համագործակցությունը հիմնականում ռոք արտիստների հետ է ու ստեղծագործող արտիստների հետ, չեմ կարող ասել ինչպիսին է փոփ ժանրը, ինչպիսին է մնացած ոճերի արտիստները, բայց կոնկրետ այս արտիստները, ում հետ համագործակցել ենք ու այս ոճը շատ բան է ասում իրենց մոտեցման մասին, իրենց անկեղծության մասին, կարծում եմ այս արտիստներին բոլորին միավորում է անկեղծությունը առաջին հերթին ու սեփական աշխարհը ունենալը, որը իրենք կիսում են իրենց հանդիսատեսի հետ, այսինքն բոլորի մոտ նկատվում է այն պահը, որ իրենք երգերը ստեղծելուց չեն ստեղծում այն մտածմունքով, թե ինչպես պետք է հետո վաճառեն այդ երգերը, այլ ստեղծում են ինքնաբուխ, իրենցից ուղղակի այդ ինֆորմացիան իրենց մոտ գալիս է ու չեն կարող ուղղակի չստեղծագործել։ Հետագայում դա արդեն վերածվում է ֆինանսների բիզնեսի, բայց կարևորը նպատակը դա չի լինում սկզբնական, կարծում եմ այդ արտիստներին դա է միավորում։ Դու ինքդ ստեղծագործում ես եւ ձեր երգերի մեծ մասի հեղինակն ես նաեւ, եթե չեմ սխալվում, ինչն է ոգեշնչում թե քեզ, թե ընդհանրապես Նեմրա խմբին ստեղծագործելիս։ Կյանքն է ընդհանրապես ոգեշնչում, ցանկացած բան կարող է ոգեշնչել, ինչ սովորական մարդու կյանքում կատարվում է, զգացմունքները, երևույթները, թե աշխարհի հետ կապված, թե ներաշխարհի հետ կապված, ստեղծագործելիս ընդհանրապես կյանքն է մեզ ոգեշնչում, ցանկացած բան, որ կարող է կյանքի ընթացքում տեղի ունենալ սովորական մարդու հետ, կարող է երգերի ստեղծման առիթ դառնալ։ Այդպիսի կոնկրետ թեմա չկա, որով նպատակադրված այդ երևույթի մասին ենք ստեղծագործում, ցանկացած բան, որ կարող է մեր հետ կատարվի, կարող է երգ դառնա, թե զգացմունքային, թե հարցեր բարձրացնող, թե ուղղակի
թեկուզ եւ իմաստ չարտահայտող կատակային երգեր կարող են լինել, ամեն ինչ հնարավոր է, ինչ որ այդ պահին մեր մոտ ինչ զգացում կարթնանում է։ Իսկ կան արդյոք արտիստներ եւ ռոք ոլորտում եւ ոչ ռոք ոլորտում, որոնք կարող ենք ասել, որ ձեզ ոգեշնչել են կամ ազդել են ձեր երաժշտական ուղղության ձևավորման վրա։ Ամենամեծ ազդեցությունը իհարկե System of a Down-ն է եղել հայերի, շատ մեծ ազդեցություն է ունեցել ու մեզ համար անհավանական երազանք էր, որ մի օր հնարավոր կլինի մեր գրած երգով համագործակցենք Սերժ Թանկյանի հետ։ Երկրորդ ամենամեծ ոգեշնչումը Beatles-ն է եղել։ Այդ երկու խմբերը շատ մեծ ազդեցություն են ունեցել, հատկապես իմ եւ եղբորս մեր բաս-գիտարի ստեղծագործական մտքի վրա։ Բարձ է։ Վան դուք նաև ստեղծագործում եք, այսինքն ձևավորում հայկական ազգային երգերը, հա, ֆոլք երգերը ներկայացնում եք մեկ այլ ոճի մեջ, մեկ այլ ձևով։ Ինչ կպատմեմ, ու դրանք կարող եմ ասել շատ սիրված են, հա, հայ ունկնդիրների կողմից։ Ինչ կպատմեք դրա մասին եւ ինչպիսի արձագանքներ եք ստանում պրոֆեսիոնալներից եւ նաեւ արդյոք ապագայում կան նմանատիպ նոր գործեր, որոնք կարող են դուրս գալ։ Հայկական երգերի մեր մեկնաբանությունները եւս շատ հետաքրքիր process է մեզ համար, շատ հաճույքով ենք անում, որովհետեւ մեր խմբի հենց առաջնային նպատակը միշտ եղել է ինչքան ստեղծագործում ենք անգլերեն միջազգային լեզվով, կարողանանք դրսում ներկայացնել նաև մեր ազգային երգերը, մեր մոտեցմամբ, գլխավոր նպատակներից մեկն է դա եղել միշտ Հայաստանի երաժշտությունը, հայկական երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհով հնարավորինս չափ եւ բազմաթիվ գնահատականներ ենք ստացել, դե բնականաբար Հայաստանում ենք եւ հայերեն լեզվով երգերը ամենահայտնին են այստեղ։ Հիմնականում հիմա շատ դրական արձագանքներ ենք լսում, սկզբից իհարկե շատ տարբեր էին, կային նաև բացասական արձագանքներ, որովհետև ցանկացած բանի եւ մարդ սովոր չի, մի քիչ հակազդեցություն է առաջանում, բայց այնպիսի պրոֆեսիոնալներից ենք դրական կարծիք լսել, որ արդեն վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Հատկանշական է ինձ համար Ռուբեն Հաղվերդյանի գնահատականը, անակնկալ էր իր հարցազրույցում մեր խմբի անունը լսելը, մեծ գնահատական է ինձ համար իհարկե եւ այդքանը։ Ինձ թվում է ամեն դեպքում ունկնդիրներն էլ, որ միշտ ինչպես դուք ասեցիք, այդ հայկական երգերը ավելի հայտնի են ու ավելի լավ են ընտրվում եւ բոլորիս շուրթերին են այդ երգերը, դա իմ կարծիքով եւս գնահատական է եւ նաեւ ազդակ, որ հանգիստ կարող եք այդ ուղղությամբ շարունակել եւ նոր բաներ մեզ ներկայացնել։ Ապագայում շուտով սպասում է նաեւ հեղինակային հայալեզու երգ, եւ հուսով եմ կհասցնենք դա ներկայացնել մինչեւ եվրոպական տուրը ու կարծում եմ Բրյուսելի համերգին կներկայացնենք դա։ Շատ հետաքրքիր կլինի դա նաև կլինի անակնկալ Բրյուսելի ունկնդիրների համար։ Եվս մի առիթ, որպեսզի միանան մեզ եւ առաջիններից վայելեն, այսինքն live Այլ ասել պրեմիերա, այո։ Մեզ միացել է նաև Արան ջան, շատ ուրախ ենք, որ կարողացար մեզ միանալ։ Մի երկու բառով ասենք, որ Արա Աբրահամյանը երաժիշտ ստեղծագործող է Ֆլանդրիայից, եթե չեմ Հոլանդիայում եմ բնակվում, եւ Արան մենք հնարավորություն կունենանք լսելու Արային Նեմրա խմբի համերգի առաջին մասում։ Բարև Արա, շնորհակալություն, որ կարողացար միանալ մեր համերգի, մեր հարցազրույցին։ Հա, բարև ձեզ։ Կներես, որ ուշացա ուրիշ միտինգ ունեի, բայց հույսով եմ լավ եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք, որ ձեզ եւս լսելու ենք այդ համերգի ժամանակ։ Մեկ-երկու հարց նաեւ ձեզ, Արա, ձեր հայկական արմատները, ձեր հայկական ինքնությունը արդյոք ազդում է ձեր երաժշտական ստեղծագործության վրա։ Հա, անպայման։ Ես տարիներ կար գրում էի տենց western folky style-ի մեջ, եւ միշտ մի բան պակաս էր, ոնց որ
երբ որ նորից գտա դուդուկը, սկսեցի դուդուկի համար ստեղծագործել, կոմիտասի ոչնել սկսեցի օգտագործել, նոր ոնց որ ես իմ ձայնը գտա, դրա համար մեծ միշտ տենց կարոտ կար եւ մի բարի ձգտում էի եւ երբ որ գտա ոնց որ հասա իմ նպատակին ու նոր 1-2 տարի սկսել եմ տենց այս ոճով գրել ու Շատ լավ, շատ շնորհակալություն։ Արա, արդյոք այս լավ առիթ է նաև, քանի որ մենք հարցազրույցում ենք, նաև մեր հարցազրույցին մասնակցում է նաև Վանը Նեմրա խմբից, արդյոք համագործակցել ես Հայաստանի հայ արտիստների հետ կամ կան արդյոք համագործակցության ինչ որ ծրագրեր։ Անպայման, ես շատ սիրում եմ տենց երաժիշտների հետ աշխատել, դրա համար մեկ հատ շատ լավ կամանչա նվագող կա Երևանից, Աշխազար, իր հետ մի քանի անգամ ստեղծագործել ենք եւ 2 հատ համերգ ենք տվել եւ այս անգամ էլ մուշապատ Հայաստան եմ գնալու, ես շատ հայ երաժիշտների, արտիստների հետ ուզում եմ աշխատեմ, դրա անպայման։ Արդյոք ճանաչում եք իրար մինչև այս հարցազրույցը Վան եւ Արա։ Բանով Instagram-ով իրար հետևում էինք, բայց անձամբ չենք շփվել ու երբ առաջարկը ստացա Արայից, որ ցանկություն կունենար համերգին մասնակցել, միանգամից Լիլիթի հետ զրուցեցինք ու շատ ուրախ ենք, որ Արան նույնպես մասնակցելու է համերգին, կարծում եմ շատ գեղեցիկ ելույթ ենք լսելու։ Շնորհակալություն։ Իմ համար էլ նույնպես ես հայս գիտեի Նեմրայի մասին, արդեն տես, բայց ես որ Երևան եկա աշնանը, այդ ժամանակ հարցնում էի ինչ արտիստներ կան, ով է ինչ անում, ու ամենը Նեմրա։ Շատ ընկերներ ունեի, մեծ ֆեն էին ու այդ ժամանակվանից սկսեցի շատ լուրջ ոնց որ լսել ու հետևել եւ երբ որ տեսա որ գալու են Բրուսել անպայման պիտի գնայի լսեի, բայց մտածի կարող եմ մեկ հատ հարցնեմ, կարող է շանս լինի ես էլ բացում անեմ եւ շատ շնորհակալ եմ որ տենց վերաբերվեցին ու կարամ անեմ, բայց ոնց էլ լիներ ես պիտի գայի լսեի։ Լիլիթ, արդյոք առաջիկայում նախատեսվում են նոր համերգներ կամ այլ տիպի միջոցառումներ։ Արմինե ջան, դեռ ուրեմն բոլոր նախապատրաստությունները տարվում են Նեմրայի համերգը բարեհաջող ուրեմն կազմակերպելու շուրջ։ Նախ ես էլ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել համ Վանին, համ Արային։ Երկուսն էլ շատ պատրաստական են, շատ անաչառ եւ շատ ոնց ասեմ, իրենց մաքսիմալը ցանկանում են ներդնել, որպեսզի համերգը ստացվի այնպիսին, ինչպիսին մենք բոլորս ցանկանում ենք, որ այն ստացվի, եւ քանի որ համերգն էլ բարեգործական է եւ ես ուզում եմ անպայման նշել, որ իրենք երկուսն էլ իրենց ներդրումը ունեն ուրեմն համերգը անելու մեջ, որովհետեւ ինչպես գիտես, այստեղ ես այդպես կազմակերպությունը, այսինքն գումարներ կոնկրետ չի հատկացնում, որպեսզի ես կազմակերպեմ համերգները, ամեն ինչը գոյանում է կոնկրետ տոմսերի վաճառքից եւ պետք է կարողանանք փակել բոլոր ծախսերը։ Ես իհարկե համայնքին էլ շատ շնորհակալ եմ, որովհետեւ ամենքը իր չափսով ուրեմն օգնում է եւ իր աջակցությունն է միշտ տալիս։ Արային էլ շատ շնորհակալ եմ, որ առաջարկեց բացումը անել, որտեղ մենք Վանի հետ նախապես չէինք ինչ որ պլանավորել որևիցե կոնկրետ բացման արարողություն, կարելի է այսպես ասել, բայց շատ ուրախացանք, երբ որ նայեցի, ես շատ շնորհակալ եմ նաև Վանին, որ ասեց, որովհետև Արային ճիշտն ասած մինչ այդ չէի լսել, չնայած որ տեսա հետո որ Դուդուկահար Վարդանի հետ է շատ համագործակցում, եթե տեսել ես Instagram-յան իր էջում։ Եվ չգիտեմ, Արան երևի կհաստատի, որովհետև կար նաև խոսակցություն, որ միգուցե նրանք երկուսով ներկայանան համերգին, դեռ քննարկման փուլում է, ինչպես հասկացա։ Այդպես, իսկ մնացած ծրագրերի հետ կապված դեռ կոնկրետ անուններ չեմ տա, կան ինչ-որ պլաններ, բայց քանի որ դեռ նախապատրաստական փուլում է եւ դեռ վարվում են զրույցներ, դեռ չեմ ցանկանա ինչ-որ կոնկրետ անուններ նշել։ Ես միշտ կազմակերպում եմ համերգներ այն արտիստների հետ, ում ես սիրում եմ ճիշտ ասած, ում ես լսում եմ, ում ես ինքս կցանկանայի գնալ լսել, այնպես որ կարելի է ենթադրել, որ ուղղվածությունը նույնն է, այսինքն չենք ունենալու մասսայական այդ լավ mass production ինչ որ մի բան։ Շնորհակալություն Լիլիթ ջան, շնորհակալ եմ նաև Վան եւ Արա ձեզ, որ ժամանակ տրամադրեցիք, որպես ամփոփում, ինչ կասեք հանդիսատեսին հունիսի 7-ի համար։ Բոլորիդ ջերմ սպասում ենք
շատ ֆանտաստիկ երեկո ենք անցկացնելու, բաց մի թողեք, թե զգացմունքային պահեր ենք ապրելու, թե ուրախանալու ենք, պարելու ենք էլ, ռոք ենք լսելու, ամեն ինչ լինելու է, այնպես որ բաց մի թողեք ու եկեք լավ օր անցկացնենք միասին։ Շնորհակալություն Վան։ Արա, դու կավելացնես ինչ-որ բան։ Հայս լրիվ համաձայն եմ, այսինքն շատ սիրուն երեկո է լինելու համ մենք ստեղ կարոտ ենք տենց հայրով հավաքվենք, համ լավ նպատակա, համ երաժշտությունով, շատ լավ գիշեր է լինելու։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ բոլորին, Լիլիթ ջան, քեզ շնորհակալություն, Վան, Արա, ձեր շնորհակալություն։ Անհամբեր սպասում ենք իսկապես հունիսի 7-ի համերգին։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, արդեն ձեզ հետ արդեն ռանդևուն նշանակված է հունիսի 7-ին ժամը 19:00-ին սպասում ենք բոլորիդ Նեմրա ռոք երաժշտական խմբի համերգին, որի բացումը կանի Արա Աբրահամյանը։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ եւ ես ձեզ ասում եմ ցտեսություն, իսկ դուք մնացեք Բելգահայի եթերում եւ վայելեք հայկական խոսքն ու երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, մեր լավագույն պահերը մեզանից միգուցե ընդամենը մեկ ռիթմ են հեռու։ Ցտեսություն։